Ողջույն եւ բարի գալուստ իմ ալիք, ես Անահիտն եմ, ուրախ եմ քեզ ողջունել YouTube-յան իմ ալիքում, վերջապես մեկնարկում է դիմահարդարման վերաբերյալ վիդեոները, ինչի համար ես անչափ ուրախ եմ, որտեղ ես վլոգներից արդեն հոգնեցի, ճիշտ է, իրենք շատ հեշտ են նկարել, բայց դե կոսմետիկան մնում է կոսմետիկա, կհամաձայնվենք։ Իմ մազերը հավանում եք, երեք գիշեր եմ արել չոր իրավիճակում, չոր մազերի վրա, եթե ուզում եք տեսնել ինչպես կարելի է ստանալ լոքոներ առանց արթուկի, առանց ինչ-որ բիգուդիների կամ չգիտեմ ինչերի ֆենի, անպայման ներքևում կլինի հղումը, թե ինչպես անել հեշտ լոքոներ առանց ինչ-որ բանի միայն ռեզինով։ Այս արդեն գովազդ էր, իսկ հիմա գնացինք բուն նյութին։ Վերջերս դիտեցի, թե ինչպես է Գոհար Ավետիսյանը անում իր շուրթերի դիմահարդարումը, այսինքն ինչպես է գծում իր շուրթերը։ Իր պրոդուկտներն ուրիշ են, ես ձեզ ցույց կտամ ուրիշ պրոդուկտներով, բայց նմանատիպ երանգներով։ Ու ինքը ցույց չէ տալիս այդ քայլերը մանրամասն իր մյուս թորիների մեջ, բայց այս անգամ ցույց տվեց, եւ ես որոշեցի կրկնել։ Գոհարն ասում է, որ ինքը վերցնում է այս երանգի պылնը ռոզա, փոշոտ կարմիր, վարդագույն կեղտոտ ռոզվին։ Դեք մենք չտասնենք մեր լեզվով։ Փոշոտ վարդագույն է վերցնում, օգտագործում է շագանակագույն, ինչպես նաև բաց վարդագույն շրթներ։ Ու եկեք տեսնենք, թե ինքը ոնց է այդ ամեն անում։ Նախ պետք է սրել։ Ես հիմա կսրեմ, ահա, սրեցի։ Հիմա Գոհարն ասում է, որ ինքը ընդգծում է շուրթերը, եկեք ես հենց հայլին պահեմ, նայեմ հայլու մեջ։ Հանգիստ, մի իրար արի։ Ահա։ Եվ ընդգծում ենք մեր շուրթերը մեջով դրսով։ Իդեպ սենց չանեք, այս սենց արեք, ավելի արագ այդ ամբողջ պրոցեսը տեղի ունենում։ Ահա։ Հիմա անում ենք վերևը։ Աշխատեք դուրս չգալ ձեր բնական կոնտուրից, դա սիրուն չի նայվելու, որտեղ մենք հետո շագանակագույն ենք այնտեղ խցկելու։ Ահա։ Լցնում ենք շուրթերի մեջ։ Լավ կլինի այսպիսի մատիտի տեխնիկայով աշխատելուց առաջ, գոնե մի կես ժամ առաջ ձեր շուրթերին կսեք բալզամ։ Կամ վազելին։ Որտեղ բալզամների մեջ վազելին կա։ Ահա, Գոհարը անում է մոտավոր այսպես։ Ինքը անում է իհարկե շիկ, կարծեմ շիկ ապրանքանի շիկ մատիտով, այնուհետև ես վերցնում եմ այսպիսի շագանակագույն, սա Ֆլորմարի համար 105-ն է, Դուբայի Ֆլորմարի, չէ օրիգինալ Ֆլորմարի, իսկ սա Essence-ը համարը չկա գրված, որտեղ մաքրվել է, Essence-ը շատ անորակ է սարքում այդ գրվածքները, ես անպայման այստեղ կթողնեմ, կամ մեկնաբանությունների դաշտում համարները կթողնեմ բոլոր ապրանքների։ Հիմա վերցնում ենք մատիտը, ընդգծում ենք եզրերը։ Ու մի փոքր այսենց այնք անում, հետո շատ բարակ, այսպես, նույնը վերևը, ահա, մի քիչ այս անկյունները և վերջ։ Հիմա Գոհարը մեզ առաջարկում է օգտագործել վարդագույն շրթներ, իրա մոտ մի քիչ գլոս, սովորական տեքստուրայով էր, իմ մոտ մի փոքր մատ է, ու կկսում է մեջտեղում, կսեց մեջտեղում, հետո մատով տպտպացրեց, դեք, ահա, սիրուն է չէ, ես հավանում եմ էֆեկտը, ինձ անչափ դուր է գալիս, շուրթերը, եթե նկատեցիք, ես ավել միլիմետրեր ինձ չնվիրեցի, գծեցի ինձ անատոմիական գծով, ու ինձ թվում է սիրուն է ստացվել, շուրթերը ավելի մեծ են երևում, շատ սիրուն լայֆխակ է Գոհարի կողմից, գեղեցիկ մտածված, ոչ մի արհեստական, ոչ մի տգեղ բան այստեղ ես չեմ տեսնում, ինձ շատ դուր է գալիս, ես շատ հավանում եմ, հուսով եմ դուք էլ կհավանեք, հուսով եմ դուք էլ եք տեսել, թե ինքը ոնց է սա անում, դեռ շատ սիրուն տեխնիկա է, դուք էլ անձամբ փորձեք, որտեղ այս գույները այն գույներն են, որոնք որ սազում եմ բոլոր
բոլորին, անկախ ձեր մաշկի երանգից, շուրթերի գույնից, ձեր մազերի գույնից, դեմքի կառուցվածքից, սա այն գույներն են, որոնք որ բոլորին սազում են։ Մի խոսքով հուսամ ձեզ վիդեոն դուր եկավ եւ ինձ անպայման կաջակցել ձեր լայքերով, մեկնաբանություններով, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ սեղմել զանգակի նշանը, իսկ մենք շատ շուտով կհանդիպենք։